Ուսումնասիրում ենք հայկական ավանդական պարերը մաս 4 Կոմիտասի շորոր։ Շորոր պարետեսակի այս յուրահատուկ պարանմուշը հանդիսանում է հայ մեծանուն երաժշտագետ եւ բանահավաք Կոմիտաս վարդապետի Սողոմոն Սողոմոնյանի գրառած 8 պարերից մեկը։ Այն ըստ ամենայնի գրանցվել է 1899 թվականին եւ ամենայն հավանականությամբ գրանցվել է ծիսակատարության ժամանակ։ 2008 թվականին Գագիկ Կինոսյանը վերականգնել է պարը Կոմիտասի գրառումներից եւ այն հետ է վերադարձրել մեզ հայ հանրությանը։ Ցավոք սրտի Կոմիտասի գրառումներում չեն հայտնաբերվում կոնկրետ տեղեկություններ այն մասին, թե որտեղից է մեզ հասել այս պարը, սակայն լիահույս ենք, որ ուսումնասիրությունների արդյունքում կկարողանանք գտնել հուշումներ եւ բացահայտել նաեւ պարի սկզբնաղբյուրը։ Բացի այն, որ շորորվել բառը կապված է օրորվել բառի հետ եւ կարելի է ասել, որ դրա հոմանիշն է, շորորվել բառը կապված է նաեւ սորորիկ թռչնի անվան հետ։ Կարող ենք ասել, որ շորորը սորորիկ բառի տառադարձային ձևափոխումն է։ Սա մատնանշում է, որ պարը կապված է թռչունների պաշտամունքի հետ, իսկ պարային շարժումները դրանք նմանակում են թռչունների օրորվելն ու սեթևեթանքը, նրանց քայլը, այսինքն կաքավելը։ Մեր օրերում պարը հայտնի է որպես Կոմիտասի շորոր, քանի որ շորորը դա մի պար չէ, այլ պարընտանիք է, Կոմիտասի շորոր ասելով մենք առանձնացնում ենք այն շորորը, որը գրառվել է Կոմիտասի կողմից։ Կոմիտասյան գրառումների այս պարին համապատասխանող երաժշտական մասին կից հանդիպում ենք նման մի նկարագրության։ Գիշեր ժամանակ պար են գալիս հարսնիքներում, երբ արդեն հարսին փեսու տուն են բերել։ Ըստ վկայության գրառման պահին պարը արդեն կտրված է եղել իր ծիսական բնույթից եւ կատարվել է նաեւ հարսանիքների ժամանակ, ինչպես նշում է Կոմիտասը։